Հիշում եք չէ հայկական շոու բիզնեսի քիչ թե շատ հայտնի բլոգեր աստղերի տեսանյութերն այն մասին, թե իբր հայ փոստով իրենց առաքում են պաղպաղակ, հետո էլ իրենք զանգահարում են Պոնչին ու հարցնում, թե որտեղից է տուփը։ Ու այդ ամենը պարուրված էր շատ վատ դերասանական խաղով ու զարմանքով։ Վստահ ենք, գոնե մեկ անգամ դուք այդպիսի տեսանյութ հանդիպել եք համացանցում։ Այդ մարքեթինգային արշավն այս պահի դրությամբ կարելի է ասել, որ ստացված է։ Այնքանով, որ մարդկանց հետաքրքրեց, թե ինչի մասին է խոսքը ու թե ինչ պաղպաղակ են հայտնիներն ուտում։ Շատերը մեծ ոգևորությամբ սպասում էին, որ փորձեին այդքան գովազդված պաղպաղակը։ Ու ինչպես ասում են, նաստալ չաս X, ու վաճառքի հանվեցին այսպես կոչված Դուբայ շոկոլադ պաղպաղակները, եւ ինչ քայլով ընկերությունը մարդկանց փորձեց ներգրավել իրենց արտադրանքի գնման գործընթացին։ Նույն քայլով էլ TikTok-ում մարդիկ սկսեցին պատասխանել ընկերությանն ու Պոնչին։ Բլոգերները սկսեցին իրենց տեսախցիկների առաջ փորձարկել այդ պաղպաղակներն ու հայտնել իրենց վատ կարծիքները։ Եվ թույլ տվեք, մինչ բուն ասելիքին անցնելը ֆիքսենք այն հայտնիներին, ովքեր մասնակից են դարձել այս գովազդային արշավին։ Բլոգերներ Էվիկն ու Մաշա Կարամյանը, Գևորգ Մկրտչյանն ու նրա կինը Քրիստին, Ռոզա Դավթյանը եւ իհարկե Տարոն Իսպիրյանը։ Եվ այս նույն աստղերը, ովքեր հանուն գովազդի զարմացած ու հիացած աչքերով ուտում էին պաղպաղակները, երկրորդ անգամ նույն գործընթացը չարեցին արդեն անվճար։ Ինչևէ, շարունակելով մեր ասելիքը պետք է նշենք, որ Starnews.am-ի մի աչքից չի վրիպել սոցիալական հարթակներում տարածվող տեսանյութերը, որտեղ բլոգերները նշում են, որ մարքեթինգի զոհ են դարձել։ Նշում են նաև, որ ափսոսում են այն գումարի համար, որը տրամադրել են ու գնել պաղպաղակը։ Սովորական սպառողները նույնիսկ նշում են, որ որևէ տարբերություն չկա ու անիմաստ թանկ պաղպաղակ է։ Իսկ տեսանյութերից մեկում բլոգերը նույնիսկ նետում է այն աղբամանը։ Starnews.am-ը չցանկանալով հեղինակային իրավունքի խախտում իրականացնել, այս պահին չի հրապարակում տեսանյութերը, բայց կհրապարակի այդ տեսանյութերի առանձնացված նկարները։ Բայց վստահեցնում ենք, որ բոլոր տեսանյութերը պահպանված են մեր արխիվում եւ յուրաքանչյուր պահի կարող ենք մեր խոսքերը ապացուցել։ Ամփոփելով պետք է հստակ նշենք, որ մեր հայտնի բլոգերների եւ Atmar ծինաընկերության կողմից միլիոնավոր դրամների մարքեթինգային արշավը տապալվեց հենց այն պահին, երբ ինքը պետք է բերեր ծախսված գումարների եկամուտները, եւ իրականությունը ավելի ցավոտ էր, քան կեղծ բլոգերային սցենարներով նշված գովազդային տեսանյութերը։